Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 10 տարի առաջ, երբ որ ձեռք եք բերել հեծը, մոտարապես 3 ամսվա կյանք է ունեցել։ Ես ինչ եմ ասում, որ հիմա այս կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր տեղյակ էին։ Նրանց երկու փոխվարչապետերը, մեկը բանկ, մեկը նախարարություն էկոնոմիկա, այսինքն տեղյակ են եղել վիճակին։ Ամենաշատը 3 ամիս հետո սնանկության էր գնալուց հեծը։ Խնդրեցին, Սամվել Կարապետյանը վերցրեց եւ առանց որևէ ակնկալիքի, ուղիղ հայտարարում եմ, առանց որևէ ակնկալիքի, ընդհուպ մինուսները փակելու ակնկալիքով ինքը վերցրել է հեծը։ Ճիշտ մենեջմենտի, ճիշտ աշխատանքի արդյունքում հեծը, այսպես սնանկության գնացող հեծը դարել է շահութաբեր ընկերություն, բայց մոտավորապես 10 միլիարդ դոլար արժի հեծը, այսպես 100%-անոց, sense խոսք կա, չէ, հայերի մեջ ոսկե ջրելու, այսպես ասած, մոտավորապես 10 միլիարդ արժի։ Հիմա հանձնաժողովի կեղծությունը այստեղ է, այսինքն հանձնաժողովը թույլ չի տալիս մենք մեր միջոցներով 12 միլիարդ ցանկացան 25 թվին ներդրումներ անենք։ Եթե հիշում եք, հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ մի կողմից ուզում են ներդրում անեն, մյուս կողմից սակագնի վրա է դա ազդելու։ Ես մի ձայնագրություն հրապարակեցի, որտեղ ես ուղիղ նշում եմ, եթե դա բեռ է լինելու սակագնի վրա, մենք դա կանենք մեր հաշվին, մեր, այսպես ասած, գումարների հաշվին։ Դա չթույլատրեցին անգամ։ Այսինքն այն, այսպես ասած, իրենց խոսույթը, որ հեծը այս պայն ունի խնդիրներ, իսկով է ասում չունի, իսկով է ասում չպետք է ունենար։ Եթե որպես պետություն պատրաստ լինեիք 10 միլիարդ ներդրումային ծրագրին, մենք էլ այդ 10 միլիարդ ներդրումային ծրագիրը կանենք, այս սակագինը դուք որոշեք։ Եվ ամենակարևոր հանգամանքը նոր միացում, ժողովուրդ, ախր ինքան ակնհայտ է ամեն ինչ, մի քիչ sense խոսակցական լեզվով ասենք, ժողովուրդն էլ հասկանա։ Պետական հանձնաժողովը իբրև թե անկախ թանկացնում է նոր միացման սակագինը, այսինքն նոր միացման համար վճարվող վարձավճարները։ Բերում գցում են մեր վրա, ասում են իրենք են թանկացրել։ Լավ էս, չգիտեմ, եթերային լեզվով ոնց ասեմ, սրա վերջը երբ է գալու, կարծում եմ հունիսի 8-ին։ Այդ 10 միլիարդը դրամի մասն էր, էլի ֆիքսենք դոլար, 10 միլիարդ դոլար։ Այո, 10 միլիարդ դոլար։ 10 միլիարդ դրամն ինչ ամբողջ Հայաստանը։ Այո, օքեյ, դոլարի մասն է ֆիքսենք։ Պարոն Ղազինյան, նշեցիք, որ ներդրումները փաստացի թույլ չեն տրվել։ Դրա մասին այդ ժամանակ խոսվեց։ Դուք միտում եք տեսնում, որ թույլ չեն տրվել եւ միտում եք տեսնում արդյոք, որ ժամանակին այդ պարոն Նորբելյան չեն արձանագրվել այդ խախտումները, ճիշտ չեն ներկայացվել հեծին, որպեսզի հետո օգտագործեն այս process-ները։ Ես երկրորդ ասեմ, դու առաջին ասած, երկրորդը կասեմ, խախտում չկա, էլի, որ արտանագրել։ Տեսեք, ախր միտումները այնքան շատ են, հենց առաջի միտումը հեծի դեմ գործընթացը ուղիղ հայտարարում եմ եւ միշտ ասել եմ, թող որևէ պետական պաշտոնյա հայտարարի, որ մեր գլխավոր տնօրենի հետ, տնօրենների խորհրդի նախագահի հետ, սեփականատիրոջ ներկայացուցիչի հետ, ինձ հետ երբևէ քննարկել է թեմա, որ հնարավոր է հեծը զրկվի լիցենզիայից։ Քննարկումները եղել են ամենօրյա, ամենժամյա, բայց այդպիսի անգամ ակնարկ չի արվել։ Հիմա ասում է, որ այդպիսի ակնարկներ արվել են, ում ներողություն եմ խնդրում, եթե անձը տեսեք, եթե անձը չի նշվում, գիտեք ինչ, հին անեկդոտ կա, չէ, ասել են չասեմ։ Նույն պատմությունն, այսինքն ես ասում եմ կոնկրետ այն անձանցից, շատ ներողություն, կարող է հանձնաժողովը գնա միտեղ մոնիտորինգի այդպիսի թեմա էլ եղավ։ Ասում եմ մենք ճշտեցինք, ձեր աշխատակիցները ասեցին տեխնիկական խնդիր է, ուրեմն խաբել եք բեայի հետ կապված։ Ասում եմ դուք իմ հետ եք շփվել, ինձ ինչի չեք հարցրել։ Տարածքում ինչ որ մի տեսուչի կամ ուղեկցողի, այդ եմ ասում։ Թող կոնկրետ անձի բերեն, ասեն, որ այս անձին մենք ասել ենք, որ կոպիտ ասած, եթե դուք այսպես շարունակեք, մենք գնալու ենք լիցենզիայի զրկման։ Ինչի այդ գործընթացը սկսեց հունիսի 18-ից հետո։ Ուղիղ կապ կա, իրենք փորձում են ներկայացնել, որ խոսել ենք, մենք չենք ժխտում, որ խոսել ենք։ ասում են հետագա ձեր պայքարը ընդհանրապես ինքնապաշտպանություն է, մինչ այդ եղել է այս գործընթացի վերաբերյալ։ Դա եւս որևէ, այսպես չի դիմանում որևէ քննադատության, ինչի համար, որովհետեւ Սամվել Կարապետյանը որ տանից դուրս եկավ, ինչ ասեց։ Թքած ունեմ հեծի վրա, որը փորձեց օգտագործել մեր դեմ, եւ մենք ապացուցեցինք, որ թքած ունի հեծի վրա որպես գույք, ոչ թե որպես
պետական, ռազմական անվտանգության, որպես եկամտի, այսինքն այսօր արդեն 1 միլիարդ հանոց, գիտեք, 1 միլիարդ ընկերության արժեք ունեցող ընկերության վրա թքած ունենալը արդեն ենթադրում է, որ այդ մարդը հաստատ դրա հետևից գնալու դեպքում չէր գնալու նստեր այդքան, չգիտեմ, կալանավայրում ունենալով բոլոր հնարավորությունները եւ միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, ընդամենը 1 սանտիմետր հետ քայլի դեպքում հավատացած եղեք, բոլորով ներողություն են խնդրելու եւ հեծը վերադարձնելու։ Ես ներողություն եմ խնդրում շարունակեմ մի քիչ սրան, չէ, ես ասում եմ, եթե հետ քայլ կատարեր։ Ես ուրեմն նայեք ինչի չի համապատասխանում նաև այդ իրականության նախկին ոչ նախկին ժամանակահատվածում եթե լիներ այնպես որ եղել են խախտումներ այդ խախտումները արձանագրված են ուղղակի այտենց աշկ են փակել չեն ասել որ հետո գործողություն անել կարիք չէր լինի մի գիշերում օրենք ընդունել կարիք չէր լինի այդ լիքը փոփոխություններ անել կարիք չէր լինի այդ օրենքով նախատեսել հանրային գերակաշահի ինչ որ առանձնահատկություններ այսինքն դա այդ լրիվը նախորոք հանգիստ ռեժիմով կկարգավորվեր մենք ակնհայտորեն տեսնում ենք մի հատ հանգամանք, որ ինչ որ մի հատ պահից սկսում է ակտիվ աշխատանք, ընդ որում այդ ակտիվ աշխատանքը այն աստիճան է, որ ամբողջական չի, փնթի է, օրենքը ընդունվում է, այդ օրենքի ընդունման արդյունքում հասկանում են խնդիր կա, միջազգային արբիտրաժի որոշումն են փորձում ինչ որ ձևով բան անեն, թաքցնեն, տեսնեն ինչ պետք է արվի, այդ օրենքը հետադարձության խնդիր են տեսնում, այսինքն բավականին լրջագույն խնդիրներ կար։ Եթե դա լիներ նախկին խախտումների համար ինչ որ գործընթաց, առնվազն տկեն նախարարի այդ գրությունը ինչ որ հիմքեր կունենար, որպեսզի պատկերացնենք ինչ ա եղել, եղել է տկեն նախարարի հաղորդում, որտեղ ասել է, որ այնտեղ օդային կամուրջ պիտի կառուցենք, կայան պիտի կառուցենք, այդ չեն կառուցում, կորուստներ ունենք։ Բեցը բարձրավոլտ էլեկտրական ցանցերը կորուստներ ունեն։ Գալիս են հանձնաժողովը դա ընդհանրապես չի ուսումնասիրել, որտեղ հանձնաժողովի համար դա պարզվում որ դա խնդիր չի, որովհետև այդտեղ մեղավորը հենց տկենն է, որովհետև այդտեղ բազմաթիվ նամակագրություն կա, որը կա գործի նյութերում, որը վերջնական արդյունք չի եղել, որ ասում են Ջորջան, այդ կառուցելու համար հանրային գերակաշահի կարիք կա։ Մասնավոր անձնցողեր կան այդ տարածքներում, որոշեք, որ հատվածով որոշումը անցկացրեք, մենք գանք վերջնանք իրականացնենք։ Գումարը տանք այդ մարդկանց, փոխհատուցումը տանք, կառուցենք, որովհետև ուրիշի տարածքում բանակցություններով չեն կարողանում ձեռք բերել այդ հողերը։ Բայց դրա մասին գրության համար մեկ կետն է, ասես մեծ գրված է, նույն խնդիրը վերաբերվում է Երևան ջեկի հրդեհին, նույն այդ խնդիրը վերաբերվում է այլ պնդումներին, որոնք կային տկեն նախարարի գրության մեջ։ Եթե դա նախկին խնդիրներ եղած լինեին, սուս մնացած լինեին, հիմա հայտնվում էին, այդպես չէր լինի։ Կլիներ սովորական ՀՑԿ-ի կողմից հարուցված վարույթ, որտեղ կարձանագրեին ինչ-որ խախտումներ, այդ վարույթի շրջանակներում էլ կասեն, դե գիտեք ինչ, մենք էլ որոշեցինք լիցենզիայի ձրկել։ Միակ խնդիրը, որ կարիք ունենային, այդ հանրային գերակաշահով այդ բաժնետոմսերը առնելու օրենքը կլներ։ Այստեղ ժամանակավոր կառավարիչ նշանակել, ժամանակավոր կառավարչին տալ լիազորություններ գործել տնօրենի անունից։ Զավեշտի է հասել, հիմա սահմանադրական դատարանում բողոք ունենք, ուզում եմ պատկերացնեք Չակերտավոր տաղանդավորության աստիճանը։ Ուրեմն դիմում ենք դատարան բողոքարկելու այն որոշումը, որով նշանակվել է ժամանակավոր կառավարիչը։ Դատարանը ասում է, դե նայում եմ ռեգիստրում, որ դիմողը պետք է լինի ժամանակավոր կառավարիչը։ Ասում ենք ու վերադարձնում է բողոքը։ Ասում է, դե չեք կարող քննեք, ստորագրողը պետք է լինի Ռոմանոս Պետրոսյան կամ իր լիազորագիր։ Վերաքննիչ բողոք ենք բերում։ Վերաքննիչ դատարանին ասում ենք, վերաքննիչ դատարան, մենք էլ հենց այդ հարցն ենք բողոքարկում։ Չի կարող էլի լինի մի վիճակ, որ դուք մի մարդ նշանակեք, ես ձեր որոշումը նշանակելու փորձեմ բողոքարկեմ, ինձ ասեն, չէ, այդ մարդը պիտի գա ստորագրի այդ բողոքը։ Այդտեղ խնդիր են չի որ վերաքննիչը ինչ անում։ Ռոմանոս Պետրոսյանին լիազորագրի հիման վրա դիում են ներկայացնում վերաքննիչ դատարան մեր բողոքները հետ վերցնելու պահանջով։ Ասում են մենք բողոք էինք բերել։ Խնդրում եմ հետ տվեք։ Դե վերաքննիչ դատարան ասում է, հա, դե տեսակ բողոքի հետ են ուզում, հետ ենք տալիս ու համապատասխանաբար բողոքը վերադարձնում է։ Վճռաբեկ դատարան են գնում, վճռաբեկ դատարան ասում է, հա, բայց դե պետք է Ռոմանոս Պետրոսյանի լիազորագրով լինի, որտեղ ինքն է ռեգիստրում գրանցված։ Ու դա մի գործ չի։ Մենք խոսում ենք 5 գործի մասին, 5 տարբեր բողոքարկումների մասին։ Հիմա եթե այսպես պետք է արվի, այտենց նախկինում ինչ որ բաների աշկփակելու խնդիր չկա։ Ինչի՞ սա էլ է շատ կարևոր, որովհետև տպավորություն կա, որ խնդիրները կան, խախտումները արձանագրված են, խախտումները տեղում են, հստակ են, ֆիքսված են, ուղղակի աշկ են փակել, այ հիմա աշկերը բացեցին, չէ, խախտումները չկան։ Այսինքն խոսքը չի գնում, որ առանձին տեսուչների կողմից հնարավոր չի որևէ խախտում անել։ Պարոն Ղազնյանն ներկայացրեց, որ հենց որոշ հայտնաբերած գործեր վերաբերվել են մայիսին, հայտնաբերվել են, պատժվել են, վերահաշվարկարվել է, սպառողին վերականգնվել է։ Մինչև վարույթ հարուցելը։
Իսկ սա մինչև էս ամբողջ գործընթացը, ու դա պարբերաբար բոլորի մոտ երբեմն լինում է։ Խնդիրը կայանում է նրանում, որ սրանք սպառոդիկ առանձին գործողություններ են եւ վերահսկողական գործիքների շրջանակներում են։ Սա չի կարող վերագրվել հեծին որպես հեծի կողմից լայնամասշտաբ խախտում։ Հետևաբար խնդիրը հենց դրա մեջ է, որ խախտումներ չկան։ Այսինքն այն խախտումները, որոնք արձանագրվել են, դատարանն էլ համաձայնվեց, որ չկան, որովհետեւ եթե ապացույցներ լինեին, ապացույցները կլինեին գործում։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, 3 ամիս գործը քննվել է, դրանից հետո մի ամիս երկարացվել է։ Այս բացառիկ դեպք է։ Պատկերացրեք հարկային ստուգումանի, միջև ստուգում անելը տնօրենին փոխի իր ներկայացուցիչին նշանակի ձեր մոտ տնօրեն։ Հարկային եկել է ձեր մոտ ստուգում անելու, բայց ձեր տնօրենի փոխարեն հանդես է գալիս հարկայինի նշանակած տնօրենը։ Այս վիճակում այսպեսի ակտ է եղել, որը արդյունքում 4 կետը են հիմնական ծավալային ակտ դուրս եկել։ Ներողություն խնդրեմ։